Շավարշ Միսակյանը մի պարզ բան էր հասկացել. ազգը գոյատևում է, երբ ունի ձայն։ Նա ծնվել է 1884-ին, անցել է փլուզման, բռնության և պարագրության միջով, բայց Փարիզում նա լռություն չկառուցեց, նա թերթ ստեղծեց։ Յառաջը դարձավ Եվրոպայի ամենաերկարակյաց հայկական օրաթերթերից մեկը։ Ամեն առավոտ, հայերենով, Ֆրանսիայի սրտից, այն սփյուռքացած հայերին ասում էր, որ նրանք դեռ հանրություն են, դեռ ժողովուրդ են, դեռ կարող են միասին մտածել։ Սա եվրոպական Հայաստանն էր, դեռ մինչև այդ ձևակերպումը։ Լեզու, մամուլ, քաղաքացիական բանավեճ, հիշողություն, կարգապահություն, պուն, պատասխանատվություն։ Չսպասել, որ Մոսկվան, Անկարան կամ որևէ մեկը որոշի, որտեղ է հայերի տեղը։ Միսակյանի պատասխանը գործնական էր՝ գրել, կազմակերպվել, Եվրոպայում կենդանի պահել հայկական միտքը։ Այսօր թերթն ուրիշ է, հարթակն ուրիշ է, բայց ընտրությունը նույնն է։ Հայաստանը կարող է մնալ վախեցած, մեկուսացված ու մանիպուլացված, կամ կարող է գործել որպես եվրոպական հանրապետություն, քաղաքացիներով, որոնք քվեարկում են, վիճում, կարդում, որոշում և պաշտպանում իրենց ապագան։ Ընտրության օրը մի մնացեք տանը, քվեարկեք Եվրոպական Հայաստանի համար։